Պարոն նախագահ, Ռուսաստանը դեռ մայիսից արդեն սկսել է այդ սահմանափակումները մի շարք հայկական արտադրանքների նկատմամբ եւ Փաշինյանն ասում է, ότι Ռուսաստանի սահմանափակումներից հետո Հայաստանի ծաղկի արտադրողը ընկել է ծաղկային դրախտի մեջ, ասում է Նիդերլանդների վարչապետն է իրեն զանգել եւ Հայաստանի ծաղիկը հասանելիություն է ստացել ծաղկի վաճառքի աշխարհի ամենամեծ պլատֆորմին, հա, իսկ հպականներն էլ ասում են օրինակ Եթե մեր անտառային գեղեցկուհի տանձի համը ընկնի ճապոնացիների բերանը, նրանք այլ միրգ չեն գնի, Փաշինյանն ասում է, մենք այնքան կխթանենք դեպի Եվրոպա արտահանումը, որ կարող է Հայաստանում միրգ չմնա եւ մենք Ֆրանսիայից ծիրան խնդրենք հետ բերեն։ Որքանով եք այս ամենը լուրջ համարում։ Նայեք, հերթական հեքիաթներն է, որով փորձում ենք կերակրել մեր ժողովրդին։ Հերթական հեքիաթներն են։ Մենք շատ ենք կախված Ռուսաստանի շուկայից։ Ինչ ուզում են խոսան եվրոպական շուկայի մասին, եվրոպական շուկան պաշտպանված է արտահանումներից, այլ երկրներից, ներմուծումներից ավելի ճիշտ։ Հիմա սա բան է, այս մարդը այնքան է ստել, որ հիմա հավատալ Նիկոլ Փաշինյանի ասածներին, ուղղակի, ինչ ասեմ, միամտությունը մեկ այլ աստիճան է։ Քանի որ խոսքը գնաց այս ծաղիկների մասին, նայեք, Նիդերլանդները իրենք երևի Եվրոպայի ամենից խոշոր ծաղիկ արտահանողներն են եւ իրենք հարթակ են, այսպես ասենք, այդ բիզնեսի համար։ Հիմա կարող են ինչ-որ ցուցադրական մի խումբ ինչ-որ ծաղիկներ, վարդեր տանեն եւ Հոլանդիայից արտահանեն մեկ ուրիշ տեղ։ Բայց դա երբեք չի կարող լուրջ գործոն դառնալ Հայաստանի տնտեսության համար, Հայաստանի գյուղատնտեսության համար եւ ծաղիկ աճեցնողների համար հնարավոր չէ։ Միգուցե կարող եմ ավելի մանրամասնություններ այստեղ ուղղակի բերել, Հոլանդիայում հետեւյալն է, իրենք լուրջ քանակի ծաղիկներ են ներմուծում 3 երկրներից՝ Կենիա, Էկվադոր, Կոլումբիա։ Լուրջ քանակ եւ բերում են եւ արտահանում, այսպես ասենք, ուղղակի sense բորսայի պես մի բան է, որտեղ այդ ծաղկի բորսայական ոճի առևտուր են իրականացնում։ Եվ Կենիայում, եւ Կոլումբիայում, եւ Էկվադորում բնակլիմայական պայմանները իդեալական են։ Ջերմոցները ձմեռը չի ստակացնում, sense մշտական գարուն, այսպեսի արտահայտություն կա կլիմայական առումով, sense իդեալական է։ Հայաստանը այլ տեղ է, այլ կլիմայական պայմաններում դու չես կարող գնային առումով մրցել։ Սա նշանակում է պետություն անընդհատ պիտի սուբսիդավորի։ Դե խոստացել եք հաստատ։ Բայց այդքան փող որտեղից։ Եվրոպացիները դա 50 միլիոնը տալիս են։ Ամբողջ գյուղատնտեսությունը դու անընդհատ սուբսիդավորելու ես ամեն մի ծաղիկի համար ինչ որ գումար ես տալու, դու մի հատ տեսնենք հետո դու թոշակներ ինչ գումարով ես տալու, այլ կարգի ծախսեր ոնց ես անելու։ Մի 8 միլիարդով էլ կավելացնի։ Աբսուրդ է, սա ուղղակի, սենց ասենք, շատ փոքր ծավալների վրա փորձում են հերթական անգամ մարդկանց հանգստացնել, որ խնդրեմ չկա, մենք էս կանենք, այն կանենք եւ այլ եւ այլ։ Եվրոպական շուկան շատ ծանր շուկա է եւ այդ շուկայում տեղավորվելու համար հսկայական ծախսեր են անհրաժեշտ անել հենց առաջերտին Հայաստանում եւ սուբսիդավորման աստիճանը ավելի ուրիշ աստիճանի պետք է բերեն։ Այդ փողերը Հայաստանը չունի։ Եվ հարցը հետեւյալի մեջ է. իսկ հանուն ինչի այս խնդիրները։ Մի հատ հասկանանք հանուն ինչի։ Կա աշխատող շուկա։ Դու քայլեր ես արել, խնդիրներ ես ստեղծել միայն քո աթոռը պահելու համար եւ ամբողջ ժողովուրդը այդ գինն է տալիս քո աթոռը քո տակին պահելու համար։ Արշիտ է։ Անկեղծ ասած ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում։ Երբ որ ասում եմ սուբսիդավորել, դու քո գրպանից չես սուբսիդավորում, դու սուբսիդավորում ես Հայաստանի Հանրապետության բյուջեից։ Այդպես է, չէ՞։ Ուրիշ աղբյուր դու չունես։ Հիմա Հայաստանի Հանրապետության բյուջեն կարող էր հանգիստ սուբսիդավորել, այլ ծախսեր իրականացնել, օրինակ թոշակներ բարձրացնել, գումարներ աշխատել այդ ռուսական շուկայում, հիմա ավելորդ ծախսեր է առաջանում գյուղատնտեսության համար։ Հանուն ինչի, հանուն քո աթոռի, այս բարձ հարցի պատասխանը վերջապես
ոչ ոք չի ուզում դրա մասին խոսալ, իշխանավորները։ Ես գրեթե վստահ եմ, որ նա կասի հանուն խաղաղության։ Ինչ կապ ունի խաղաղության, ինչ կապ ունի խաղաղությունը բոլոր վարդի արտահանման հետ կամ վարունգ լոլիկի արտահանման հետ, ինչ կապ ունի խաղաղություն։ Կրկնեմ, մի բան էլ Թուրքիայի սահմանը հենց բացեն գյուղատնտեսությունը ընդհանրապես լրջագույն խնդիրներ ունենալու, որովհետև մեր շուկաները գյուղատնտեսական արտադրանքի մրցակցային են, իսկ Ռուսաստանի հետ իրար համալրող, այսպես ասենք, գյուղատնտեսություններ են, ոչ թե իրար հետ մրցող։ Տարբերությունը շեշտակի է, շատ մեծ տարբերություն։